Հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչու է հայ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում հունվարի 6-ին։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Հունվարի 6-ից սկսած 8 օրեր շարունակ միմյանց այսպես ենք ողջունում Քրիստոսի ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ։ Քրիստոս ծնվեց Բեթլեհեմում։ Ավետարանում այս մասին գրված է, որ երբ Մարիամն ու Ովսեփը Բեթլեհեմ հասան, Մարիամի ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անդանիկ որդուն։ Խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ։ Սակայն ինչու են որոշ եկեղեցիներում Քրիստոսի ծնունդը տոնում դեկտեմբերի 25-ին։ Հունվարի 6-ին մարդիկ գնում էին ուխտի Քրիստոսի ծննդյան եւ մկրտության վայրերը, սակայն շատերն ի վիճակի չէին լինում իրենց ուխտը կատարելու, նույն օրը երկու վայրերն էլ այցելել չկարողանալու պատճառով։ Դրա համար երուսաղեմացիները ծննդյան տոնը փոխեցին դեկտեմբերի 25-ին։ Չնայած այլ եկեղեցիներում տեղի ունեցած փոփոխություններին, հայ եկեղեցին հավատարիմ մնալով իր ավանդույթներին, շարունակում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոները նշել ճշգրիտ օրը՝ հունվարի 6-ին։